Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարերեկո դուք դիտում եք հորիզոնի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանը հերթականապատեղ տեղեկատվությունն է տարածել Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Վահագն Խաչատուրյան Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը, որոնց վկայությունը բարձր մակարդակի այս այցերն են, նկատել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը։ Նա ողջունել է Հայաստանի նախագահին, շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր երթին է շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ հրավերի համար, նշելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում։ Որպես դրա վառօրինակ նա նշել է այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաճվերթների հանգամանքը։ Նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռքբերումները տարբեր ոլորտներում, ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով եւ ռազմավարական տեսլականով։ Խաչատուրյանն ասել է, որ Աբու Դաբիի ամենամյա ներդրումային համաժողովը արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների եւ ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման եւ արդյունավետ փոխգործակցության խթանման համար։ Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ։ Սաքր Ղոբաշը ողջունելով Վահագն Խաչատուրյանին նշել է, որ իր եւ Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է։ Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ եւ արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն եւ հարգանք են վայելում։ Ողջունում ենք ձեզ մեծարգո պարոն նախագահ եւ ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է, վկայում է այն մասին, որ դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն։ Ձեր այդ մոտեցումը միտված է թե ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության եւ անվտանգության հասնելուն։
Մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը եւ մենք եւս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը։ Նախագահ Խաչատուրյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ասել, որ դա վկայում է երկու երկրների սերտ բարեկամության եւ գործընկերության մասին։ Մենք կարևորում ենք նաեւ բարձրաստիճան այցելությունները, որոնք տեղի են ունեցել եւ որոնք տասնյակից ավելի են։ Այն 30 համաձայնագրերը, որոնք կնքվել են մեր երկու երկրների միջև, այս ամենը միտված է եղել իրականում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մեր երկրի համար առանձնահատուկ նշանակություն ու դեր ունեն Միջին Արևելքի հետ ծոցի երկրների հարաբերությունների շրջանում։ Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը նաև երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործակցության ձևաչափով։ Երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարի դրացիության եւ խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ։ Աբու Դաբիի Սրբոց նահատակած եկեղեցում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ շրջակայից հայոց թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել համայնքի գործունեությանը։ Մեր սրտակին աղոթն ու մաղթանքն է, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, պահպանի բոլոր տեսակի վտանգներեն եւ ցեզի գորով ուժ մեզի համար մեծ բադիվ է այսօր հյուրընկալել ցեզ մեր հոգևոր դոնեմս։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայաստանյան եւ տարածաշրջանային արդի իրողություններ, կարևորվել հայ համայնքի դերն ազգային ինքնության պահպանության ու նաեւ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունների զարգացման գործում։ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն եւ հանդիպել Աբու Դաբիի, Սորբոնի եւ Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ։ Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով եւ պատասխանել նրանց ուզող հարցերին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-ից 12-ը կմասնակցի Անտալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումին, այդ մասին հայտնել է արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում նշված է նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի անունը։ Ի դեպ, այդ ֆորումին մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են Հայաստանի հետ վստահության քայլեր սկսել, միաժամանակ այլ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։ Այս նույն ընթացքում Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին ու ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլսին, պահանջելով քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման ու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Հայ-ադրբեջանական հանդիպումներից եւ հերրակա բանակցություններից հետո շաբաթներ առաջ թե Երևանը, թե Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց Բաքուն նախապայմաններ էլ առաջ քաշեց սահմանադրությունը փոխելու եւ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրան զուգահեռ օրեր շարունակ Բաքվից չի դադարում ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։ Այն, որ այս քայլերով Բաքուն փորձում է ձգձգել փաստաթղթի ստորագրումը, գրեթե կասկած չկա։ Վերջին հրապարակային ելույթներում, սակայն Ադրբեջանի հռետորաբանության մեջ մեկ այլ երանգ է նկատվում։ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է վստահության փոքրիկ քայլեր սկսել Հայաստանի հետ։ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար։ Բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները եւ Բաքուն տվել է դրական պատասխան։ Ըստ Ալիևի դրանք կարող են լինել լրագրողական փոխայցեր կամ անդրսահմանային գետերի մասին համատեղ քննարկումներ։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողել ու դարձյալ բողոքել է, թե իբր Հայաստանը Ադրբեջանին զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որը Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Հայաստանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Դեռ ամիսներ առաջ հաղորդակցության ուղիների հետ կապված Հայաստանը առաջարկ էր ուղարկել, որ վարչապետ Փաշինյանի խոսքով կարող էր փոխադարձ ընդունելի լինել, մինչդեռ Ադրբեջանը դրան դեռ չի պատասխանել։
Վերջին օրերին էլ Բաքուն պարբերաբար Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում, պնդելով, թե Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25% է կազմում։ Այսօր դրան X-ի միկրոբլոգում պատասխանել է արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմիցս հայտարարություններին, թե ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այս իրադարձությունների համատեքստում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, հասցեագրված Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլսին։ 25 կոնգրեսականներ պահանջել են Միացյալ Նահանգների իշխանություններից միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Ադրբեջանից հնչող հայտարարություններին ու հայկական կողմի հերքումներին այսօր անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը Մարիա Զախարովան ասել է, թե իրենք հետևում են սահմանային իրավիճակին եւ զսպվածության կոչ է արել երկու կողմերին։ Բաքվին եւ Երևանին կոչ են կանում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու համար, խաղաղության պայմանագիր կնքելու, տրանսպորտային տնտեսական հաղորդակցություններն ապաշրջափակելու, սահմանազատում իրականացնելու, մարդասիրական հարցերը լուծելու նպատակով, հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունները։ 2025 թվականին Հայաստանում հնարավոր է 5% տնտեսական աճ եւ 3% գնաճ, 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ։ Այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաեւ խաղաղության խաչմերուկ ծրագրից եւ դրա հնարավոր ազդեցություններից։ Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կնվազի 5.9%-ից իջնելով 5.5%-ի։ Չնայած սրան, ըստ կանխատեսումների, միջին ամսական գնաճի ցուցանիշը կբարձրանա, հասնելով 0.3%-ի, որը համապատասխանում է Հայաստանի կենտրոնական բանկի թիրախային նպատակին։ Մենք կարծում ենք, որ աճի հետ կապված առաջին գործոնը դա սպասարկման ոլորտն է եւ մենք ակնկալում ենք, որ այս ոլորտում կգրանցվի 6% աճ։ Ծառայությունների աճ է կանխատեսվում նաեւ տեղեկատվական համակարգերի, առևտրի եւ փոխադրման ոլորտներում։ Ապրիլի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում են փոխադարձ մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների վրա, արտաքին առևտրի դեֆիցիտը կրճատելու նպատակով։ Հայաստանի համար սահմանվել է 10% մաքսատուրք, մինչդեռ Եվրամիության ապրանքների համար այն կարող է հասնել 20%-ի։ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը Միացյալ Նահանգներին կբերեն մինչև $7 տրիլիոն բյուջետային եկամուտ։ Մշտական ներկայացուցչի խոսքով Միացյալ Նահանգների նախագահի նոր մաքսատուրքերը Հայաստանի վրա կունենան համեմատաբար մեղմ ազդեցություն, որոնք հնարավոր է լինեն թե ուղղակի, թե անուղղակի։ Պատմականորեն Միացյալ Նահանգները չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը եւ ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ Միացյալ Նահանգների չափաբաժինը մեծ չէ։ Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների համեմատ զգալիորեն ցածր է, քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքերը ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ, Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերը ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ որոնք են Հայաստանում այն գլխավոր ուղղությունները, որոնց աջակցությունը Ասիական զարգացման բանկը առաջնային է համարում, Լամբերտը առաջին հերթին նշեց Սիսիան քաջարան մայրուղու կառուցումը, որի ուղղությամբ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է արվել։ Մենք նաև կենտրոնանում ենք բնակարանաշինության ֆինանսավորման վրա, որպեսզի ապրելու տեղով ապահովենք այն հայերին, որոնք տեղանվել են 2023 թվականին։ Սերտորեն աշխատանքներ են տարվում նաև դպրոցների կառուցման ոլորտում։ Ասուլիսից հետո Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը մեր հետ զրույցում խոսելով խաղաղության խաչմերուկ ծրագրից նշեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է եւ համահունչ է Ասիական զարգացման բանկի հայեցակարգին։
Այս գործընթացը մեր տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ Հայաստանը, եթե ինտեգրված լինի տարածաշրջանում տնտեսական զարգացման այս ծրագրում, ապա սա մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Երկրորդ հերթին Ասիական զարգացման բանկը շատ լավ արդյունքներ ունի Հայաստանում պրոյեկտների աջակցության տեսանկյունից։ Իհարկե, այս ամբողջ համատեքստում կարևոր է Հայաստանում ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների կառուցումը, էներգետիկայի ոլորտը եւ այլն։ Դրանք Հայաստանին հնարավորություն կտան շարունակաբար առաջ շարժվել։ Հիմնական մարտահրավերը, որին բախվել եւ բախվում է Հայաստանը, դա այն է, որ ելք չունի դեպի ծով։ Ինչ վերաբերում է 2026-ի տնտեսական ակնկալիքներին, ապա նախնական կանխատեսումներով կրկին սպասվում է նվազում։ Տնտեսական աճը 5%-ից կհասնի 4.7%-ի, գնաճը եւս կնվազի։ Փրիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը անդրադարձել է նաեւ խնդիրներին, որոնց լուծումը կօգնի հեռուստաընկերությունների վիճակի բարելավմանը։ Շատ է ուզում ձեր ուշադրությանը դարձնել Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների դրականի մասին չեմ խոսա, բացասական հետևանքների մասին։ Տեսեք, մի օրինակ միայն բերեմ, որովհետև հաջորդ տարի սպասում են համապետական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ ըստ ընտրական օրենսգրքի, որի դեմ մենք պայքարեցինք, բայց ինչպես միշտ մեր կարծիքը հաշվի չառան, բոլոր յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է անվճար 25 րոպե տրամադրի յուրաքանչյուր կուսակցությանը։ Այսինքն անկախ հեռուստաընկերությունը, որի վրա տասնյակ սահմանափակումներ են դրած, որոնք կոշտ բանի տակ են վերահսկողության, նրանք պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անեն։ Մենք հաշվեցինք, որ մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին, մարզերում հանրապետական ծածկույթի եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ ստացվում է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն 550 րոպե պիտի տրամադրի կուսակցությունների։ Առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ-որ փոքր գումար աշխատել, երկրորդը, եթե մենք վերցնենք բանի շահերը, իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից, անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից, կստացվի, որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Ռուսաստանում զվարճանքի կանալները, սպորտի կանալները եւ երաժշտական կանալները այդպիսի ֆունկցիա չունեն։ Կարելի է ընդլայնել այս լավ փորձը եւ օրինակ ցանկացած բենզակալոնկայի պարտադել ընտրություններից առաջ մի տոննա բենզին տա ամեն մի հեռուստաբանին, ամեն մի կուսակցությանը։ Դա նույն ոճից է, նույն սկզբունքով է։ Տենց է ստացվում։ Այսինքն սա օրինակ, չգիտեմ, մարդիկ են, որոնք կուսակցության շահերն են պաշտպանում, քաղաքական միավորների եւ անտեսեցին եւ հանրային շահը եւ մեր մեդիաների շահը գոնե այդ պարագայում մի քիչ գումարներ աշխատել։ Անվճար եթերաժամանակը դուք որպես բացասական նշեցիք, բայց մենք կարծում ենք չէ դա դրական է, որտեվ պետքա կուսակցությունները անկախ իրանց ֆինանսական հնարավորություններից իրանց գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենան։ Ու հաշվեցի, եթե դա արտահերճի 28 օր է տևում քարոզարշավը, 25 րոպեն օրական 53 վայրկյան ընդամենը եթեր տալ այդ հեռուստաընկերության համար չեմ կարծում մեծ խնդիր է։ Այլ բանը հա որ տենց շատ են մասնակցում, նախորդ ընտրություններին 27 ուժ էր մասնակցում, այդ մի քիչ մեծ է։ Երկրորդը, տեսեք, մի անգամ ասել եմ, նորից եմ ուզում կրկնեմ, որտեվ սա կարծում եմ փոփոխության կարիք ունի մանկական հաղորդումների մուլտերի ուղեկցությունը սուրդո թարգմանության միջոցով, գիտեք շատ լավ, հա։ Եվ էլի շատ լավ նպատակ էր, բայց հաշվի առնելով եւ գումարը, որ պետք է ծախսվի դրա վրա եւ մասնագետների պակասը, ստացվեց, որ եթե 2003 թվականին միջև օրենքի ընդունելը բոլոր հեռուստաընկերությունը ցույց են տվել միասին 138 անվանում մուլտֆիլմ պատտվում են, ապա անցյալ տարի 24 թվականին ընդամենը 43 մուլտֆիլմ։ Այսինքն այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ուզում օրենք խախտեն, նրանք ընդհանրապես մուլտֆիլմեր սկսեցին ցույց չտալ։ Երկրորդը մենք խոսացինք հոգեբանների հետ, նրանք էլ ասում են, երեխաների համար
Сурդոպերևոդը սխալ է։ Ճիշտը սուբտիտրներն են, հա։ Ինչի համար, որ ինքը սկսի, հա, ինքը սկսի կարդալ, ինքը սովորի բանին, հայերեն տեքստերին, ոչ թե լսի, այսինքն լսելը իր կարդալու ցանկություն ունակությունը իջեցնում է։ Նաև գիտեք, մենք ջատագովն ենք մի հիմնադրամի ստեղծմանը, որը կօգներ հեռուստաընկերություններին եւ գնել եւ արտադրել հանրօգուտ բովանդակություն եւ կարծես այդ ֆոնդի ստեղծումը իր վերջնակետին է գալիս, կառավարությունում 3 նույնիսկ էլի քննարկումներ կար, միայն խնդիրը, որ տարաձայնությունները առաջացնում, դա ֆինանսավորման աղբյուրներն են այդ հիմնադրամի, եւ երբ որ հիմնադրամը գործի, ինքը կփորձի օժանդակել հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը կամ գնմանը, ինչը կթեթևացնի եւ հեռուստաընկերությունների շատ ծանր ֆինանսական վիճակը եւ կնպաստի, որպեսզի աճի մշակութային, սպորտային կրթական հաղորդումների քանակը մեր կոմերցիոն հեռուստաընկերություններում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Մելիք-Բեկյանին տրված հիմնական հարցերը վերաբերել են հրաժարականին եւ ազգային հավաքականի վատ ելույթներին։ Ինչ հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու։ Ով ցանկանում է տեսնել եւ լսել, տեսնում է։ Ով չի ցանկանում, չի տեսնում։ Եվ հրաժարականի պահանջը հրաժարական ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է։ Եվ շատ կարեւոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ, եւ ես ձեզ ասեմ շատ հստակ, բացառությամբ երկու ակումբի մեր մնացած բոլոր անդամների հետ մենք բարբերաբար քննարկումներ ենք ունենում եւ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը, եւ խնդիրները, եւ օբյեկտիվ խնդիրները, եւ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ ես այդ որոշումը կայացնել եմ, որի մասին արդեն հայտարարել եմ։ Այս տեմպերով է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, եւ դուք էլ ասել էիք, որ 2022 թվականին կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու։ Ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ը ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար։ Ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեկիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար, դա ասել եմ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկարը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Այս ամենի ֆոնին սահմանին շարունակում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը։ Թեմային անդրադառնալու ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ զրույցում, Տիկին Դալաքյանը շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ալիևի այս հայտարարություններում դուք նորություն տեսնում եք, ասում է Վրաստանն է որոշակի առաջարկություններ արել, սպասում են Հայաստանի պատասխանին, մասնավորեցնելով նկատել է, թե դրանք վերաբերում են լրագրողների փոխայցելություններին, անդրսահմանային գետերի շահագործման հարցում համատեղ քննարկումներ։ Այդպիսի փոխայցելություններ լրագրողների, այսպես տարբեր շրջաններում ըստ էության եղել են։ Այս ամենը որքանով կարող է իրավիճակ փոխել։ Նախ ես չեմ տեսել Վրաստանի առաջարկը, որպեսզի գնահատական տամ, բայց սա մեղմ ասած զավեշտալի է։ Ինչու, որովհետև աշխարհի գրեթե բոլոր երկրները ողջունել էին այն, որ Հայաստան եւ Ադրբեջանը արդեն մեկ օր է, այսպես ասած, մտածել, որ գնան խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։ Տեղի ունեցան բարձրացիչյան ամերիկյան պաշտոնյաների զանգերը Ալիևին եւ
հիմա ինչ է առաջարկում Ալիևը։ Իհարկե ոչ կոնստրուկտիվ է շարունակում իրեն դրսևորել, բայց քանի որ հասկանում է, որ աշխարհում ինքն է դառնում արդեն խաղաղության ոչ պատրաստ կողմը, այսպես ինչ որ առաջարկ է նետում դաշտ, որպեսզի հիմա մի քանի ամիս դրա մասին խոսենք։ Շատ նման է Պուտինի տակտիկային։ Տեսեք ինչ է նա ասում է Զելենսկի լեգիտիմ չէ, եկեք դրա մասին խոսենք։ Ասում է եկեք Սևծովի, ուրեմն Սևծովի ավազանում խաղաղություն հաստատենք, հետո նոր գնանք խաղաղության ստորագրման ամբողջ Ուկրաինայում։ Այսինքն այսպես նետում են դաշտ թեմա, գիտակցելով, որ Տրամպը շուտով եւ արդեն դա տեղին է ընկղմվելու է ներքաղաքական իր խնդիրների մեջ, ժամանակ են ձգում, չկարողանալով Տրամպին մերժել, որովհետեւ նա ոչ կանխատեսելի է, երբեմն քայլեր է անում, հետո նոր դրա հետևանքները նա տեսնում է եւ գիտակցում է, այսպես ասած, բայց նրան մերժելը վտանգավոր է, չես կարող ասել, ինչ պատասխան կհնչի։ Մանավանդ որ ամերիկյան կողմը միշտ ասել է, որ հիմա մենք պատրաստ ենք նաեւ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այնպես որ կարճ ասած Ալիևը պատրաստ չի խաղաղության, բայց նաեւ ինչպես Ռուսաստանի ղեկավարը պատրաստ չի ասել ոչ ԱՄՆ-ին եւ այսպես թեմաներ են նետում դաշտ, որպեսզի ժամանակ ձգեն։ Ալիևը ամեն քայլափոխի ըստ էության հայտարարում է, որ այդ խաղաղության պայմանագիր կստորագրեն այն դեպքում, երբ դարձյալ սահմանադրությունը փոխի Հայաստանը, տարածքային պահանջներ վերացնի ըստ իրեն, որը կա Բաքվի ղեկավարի խոսքով այդ Հայաստանի փաստաթղթում, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Տեսեք, Հայաստանը հայտարարել է, որ ըստ էության պատրաստվում է սահմանադրություն փոխել, բայց իհարկե պնդելով, որ դա Ադրբեջանի պահանջով չէ։ Բայց այդ սահմանադրությունը փոխելու համար տարբեր ժամանակներ են նշվում, օրինակ 2026 թվական, մինչև այդ ըստ էության հնարավոր չէ։ Ինչ է ստացվում, որ մինչև 2026 թվական խաղաղության պայմանագիր ըստ էության չի լինելու, անգամ եթե արդեն համաձայնեցված է 17 կետը։ Նախ այստեղ տարբեր հարցեր կան։ Հարցը առաջին արդյոք այդ կետերից հետո նոր պահանջներ Ալիևը չի սահմանի։ Երկրորդը արդյոք փաստաթուղթը ստորագրել իրենից որևէ լուրջ բան է ենթադրում։ Ալիևը շատ փաստաթղթեր է ստորագրել, երաշխավորություն կա թե ոչ։ Երրորդը, տեսեք, Մինսկի խմբի հետ կապված էլ այդ որոշումը երկար ժամանակ է պահանջում։ Հայաստանը ասել է, որ ընդունում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց Մինսկի խումբը լուծարելը պահանջում է նախարարների խորհրդի ուրեմն գումարում նիստի ԵԱՀԿ բոլոր երկրների, որը տարվա վերջում են ասում, այդպես է տեղի ունենում եւ կոնսենսուսով այդ հարցի քննարկումը, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքում չի գտնվում, դրա մասին ավելի շատ մասնագետներն էլ կարող են խոսել, Մինսկի խմբի հարցը, հենց Մինսկի խումբը փակելու խնդիրը։ Մանավանդ արևմտյան շատ երկրների կողմից հիմա էլ առաջարկում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցեն, չէ՞, օրինակ Շվեյցարիան։ Այսինքն այնպես չի, որ Հայաստանը որ փակի այդ հարցը փակվելու է։ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ եւ սահմանադրություն փոխելը եւ Մինսկի խումբ փակելը երկարաժամկետ է, դրա համար այդպիսի հարցադրումներ է դնում նախորոք, որ այդպես էլի ժամանակ ձգի հասկանալու համար աշխարհում ինչ է կատարվում ռուս-ուկրաինական ռազմաճակատում, ամենակարևորը Իրանի եւ Մերձավոր Արևելքի շուրջ։ Տիկին Տալակյան, իսկ ինչպես եք դուք գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ Հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգից, տեսեք, Հայաստանի ղեկավարությունը մի այսպիսի քաղաքականություն է որդեգրել, այնպես չի ես դա կիսում եմ, բայց միտքը սա է, այդ հարցը այս հատվածով համաձայն եմ, պետք է դուրս գտնվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցից, որովհետև սա տարածքային վեճ չի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Հենց սխալը դա էր մադրիդյան սկզբունքների գլխավոր կազուսը, հենց տարածքային ամբողջականություն ընդդեմ ինքնորոշման իրավունքի թեման չնայած կան հոդվածներ, որ մեկը մյուսին չի հակադրվում, բայց սա չի փակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, այդ ժողովուրդն է այդ հարցի կրողը, իրենց օրինական ներկայացուցիչներն են այդ հարցի կրողը, առաջարկներ են եղել ստեղծել այլ երկրներում ներկայացուցչություններ, բայց ես Արցախի օրինական ներկայացուցիչների կողմից չեմ տեսնում դրա վերաբերյալ որևէ արձագանք։ Տեսնում եմ ցավալիորեն էլի նախկին իշխանությունների եւ Ռուսաստանի այստեղ նարատիվների շրջանակներում տեղավորվելու փորձ։ Այսինքն Հայաստանը ճանաչի, չճանաչի, դա Հայաստանի որոշելիքը չի։ Այնպես այսպես օրինական ներկայացուցիչներին պիտի հարց ուղղենք եւ Արցախի ժողովրդին։ Դուք քանի որ ձեր խոսքում նաև մատնանշեցիք Դոնալդ Թրամփի նրա անկանխատեսելիությանը, տեսեք, Միացյալ Նահանգների պաշտոնյաներից մեկը օրերս հայտարարել էր, որ Թրամփը սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց մենք հիշում ենք, որ նաև դրանից առաջ էր նրա խորհրդականը զանգ կատարել Բաքու եւ ասել, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հիմա։ Բայց
այդ հիմա շարունակում է ձգձգվել եւ ընդհանրապես հայտարարություններ են հնչում։ Սրանք հաշվի առնելով ինչ զարգացումների սպասել, լարվածության աճի, թե իսկապես ճնշման արդյունքում փաստաթղթի ստորագրումն ամեն դեպքում հնարավոր է նույնիսկ այդ մինչև 2026 թվականը կամ դրանից հետո, որը շատ գործիչներ քիչ հավանական են համարում։ Խնդիրը երկու մասի պետք է բաժանենք։ Այն, որ Միացյալ Նահանգները բոլոր լծակներն ունի Ալիևին ստիպելու գնալ խաղաղության, դա ինձ համար որևէ հարց չի պարունակում։ Բայց այն արդյոք Տրամպը հետևողական կլինի այդ հարցում, ինչպես Ուկրաինայում, տեսանք Ուկրաինայում նա չհասավ հրադադարի մերձավոր արևելքում։ Հիմա շանսը այն է, որ միտեղ նրան պետք է ինչ-որ խաղաղություն, որպեսզի 100 օր անց, ապրիլի 20-ին է դա լինում, իր ընտրողներին ներկայացնի որևէ հաջողություն։ Եվ սրանով է պայմանավորված նաև այդ արտահայտությունը, որ Տրամպը սպասում է, որպեսզի գոնե մի բան ցույց տա, որ մի արդյունքի հասել է։ Դա կախված է Տրամպի քաղաքականությունից։ Գիտեք, այսօր ոչ մեկ չի կարող ասել նա ինչ է մտածում։ Մի օր մի բան է որոշում ԱՄՆ նախագահը, հաջորդ օրը այլ բան է ասում, մի օր բարկանում է Պուտինի վրա, մյուս օրը ասում է մենք շատ լավ ընկերներ ենք, ես չեմ կարող կանխատեսել նա Ալիևի հետ ինչ գործողությունների կգնա, բայց այն, որ կարող է ԱՄՆ-ն բոլոր լծակներն օգտագործել Ալիևին զսպելու եւ խաղաղության մղելու, դա փաստ է։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ Ալիևը ինքը չի որոշում, դրա մասին շատ ենք խոսել, հարձակվի Հայաստանի վրա թե ոչ, պետք է լինեն տարածաշրջանային կարևոր խաղացողների Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաև համաձայնությունը։ Այս բան ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այդ ներուժը ունի, որպեսզի հիմա իր հայացքը թեքի հարավային Կովկաս։ Իսկ Թրամփի կողմից այդ մաքսատուրքերի սահմանումը որքանով կարող են այսպես խառնել խաղաքարտերը։ Տեսեք, նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն բուրըն դիմադրություն կա Տրամպին։ Հենց Իլոն Մասկը, որը նրա գլխավոր աջակիցներից էր, մեղադրել է Տրամպի առևտրային հարցով խորհրդականի, բայց դա Տրամպին էր ուղղված, որ քանդում եք Ամերիկան, ես ինչ եք անում։ Հենց ինքը Տրամպը $500 միլիոն է կորցրել 2 օրում այդ մաքսատուրքերից։ Խնդիրը տեսեք որն է, նախ նավթի գները անկում են ապրում, այսինքն որ ասում են Ռուսաստանը սանկցիաների չի ենթարկում, դա կապ չունի։ Աշխարհը մի գլոբալ մարկետ է եւ Ռուսաստանը ենթարկում է ազդեցությունների։ Նավթի գնի անկումը առաջինը Ռուսաստանի տնտեսության վրա ազդում։ 1. Ռեցեսիան Չինաստանում ինչպես կանրադառնա Ռուսաստանի վրա։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը մեծ կախվածություն ունի տնտեսապես Չինաստանից եւ յուանից, եւ ռուբլին յուանի հանդեպ է սկսում թուլանալ։ Այսինքն ամբողջ աշխարհն է սրանից դուժելու եւ այստեղ zero sum game կա, ասում են ոչ մեկը հաղթող դուրս չի գալու։ Հատկապես Տրամպի հաշվարկային էր, որ ճնշումներ գործադրելով կհասնի հաջողությունների, բայց տեսնում ենք, որ Եվրոպան եւ Չինաստանը, որոնք հանդիսանում են աշխարհի կարևորագույն տնտեսությունները, դիմադրում են, ասում են, թե մենք էլ նույնը հայելային պահանջներ կդնենք։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում գնաճ է, ինֆլյացիա, ռեցեսիայի վտանգ կա, բոլորը համեմատում են մեծ դեպրեսիայի տարիների հետ, Հուվերի, որից հետո սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, այսինքն գլոբալ շուկան եւ դրա ուրեմն ճանապարհների, լոգիստիկ ճանապարհների փակումը եւ շղթաների վերացումը կարող է պատերազմների, նոր պատերազմների տեղիք տալ։ Ես կարծում եմ Տրամպը կգիտակցի, որ դա ներքին առումով իրեն վնաս է, հատկապես այնտեղ ընտրություններ են լինելու արդեն տարի ու կես հետո, բոլորը խոսում են, որ դեմոկրատներն են հաղթելու, եթե այսպես շարունակվի։ Իմ կարծիքով Տրամպը կփորձի այսպես կարեկցիայի ներողություն ենթարկել մաքսատուրքերը, նայած որ երկիր իրեն ինչպես կդերսվորի, ով որ պատրաստ լինի պատերազմների տնտեսական, նրա հետ կփորձի պայմանավորել, որ միանգամից ճնշումների կենթարկվի, կհասնի իր ուզածին։ Տեսեք, Իրանի շուրջ եւս կարծես թե օղակը սեղմվում է եւ Միացյալ Նահանգներն ու Իրանը անցնում են անուղակի բանակցությունների Օմանում։ Այդ մասին արդեն հայտարարվել եւ հաստատվել է։ Սա մեզ համար ինչ վտանգներ կարող է ստեղծել։ Թե ամեն դեպքում դրական ազդակներ կան։ Իմ կարծիքով ունենալ Իրան, որը կոնստրուկտիվ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, մեզ շատ ձեռնտու է, որովհետև այդ Իրանը մեզ չի ներքաշի 3+3 ռուս-թուրքական հարթակի մեջ, այդ Իրանը դեմ չի խոսի Հայաստանի Եվրամիություն հնարավոր անդամագրմանը, դեմ չի խոսի այստեղ եվրոդիտորդների դեմ, արևմտյան հնարավոր ներկայության, ինչը կարևոր է մեզ համար Ռուսաստանից եւ Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով։ Եվ ինչն է կարևոր, Իրանում կա ներքին արդեն հակասություններ հոգևոր առաջնորդի եւ քաղաքական իշխանության միջև ռեֆորմիստների եւ պահպանողականների արդեն դա շատ པարզ երևում է եւ նույնիսկ Խոմեյնիին խոստովանել է որ այո պետք է գնալ բանակցությունների տեսեք Իրանը այսօր մերկ է Իրանը չունի
ունի իր պրոքսի գործիքները, Հեզբոլլահը, հուսիտներին, Համասը թույլատրել է եւ Իսրայելի ձեռքերը եթե բացվեն, արձակվեն ԱՄՆ կողմից, Իրանում նավթավերամշակման գործարանային հարվածները կարող են առաջացնել ներքին խժդժություններ, այաթոլլան հեղինակություն չունի, Միացյալ Նահանգները իհարկե կներկայացնի Բաղդադի այն փաստերը իրենց դեսպանատան, որ հոգևոր առաջնորդը հանդիսանում է $210 միլիարդ բուրգի ղեկավար մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է, պատկերացնում եք դա ինչ խժդժություններ կառաջացնի Իրանում, այնտեղ շատ են ադրբեջանցիները, Թուրքիաներ կխառնվի, այսինքն մեծ ձեռնտու չի Իրանի թույլատումը, դրա համար հուսով եմ Իրանի ղեկավարությունը կլինի կոնստրուկտիվ, բայց իմ կարծիքով Իրանն էլ է ժամանակ ձգելու, հասկանալու համար Տրամպը արդյոք շարունակելու է այստեղ գործունեություն, թե էլի իր ներքին հարցերով կզբաղվի, իմ կարծիքով Իրանը Ռուսաստանի տակտիկան է որդեգրելու անդադ բանակցությունների գնալ եւ որևէ համաձայնության չհամապատասխանել։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ Իրանը առաջիկայում կներքաշվի պատերազմի մեջ, որովհետեւ ներսում բանակը համարում եք պատրաստակամությամբ էր վերվել, անգամ տարածաշրջանի հարևան երկրներին էր զգուշացվել, որ եթե Իրանի դեմ ստեղծված որևէ պատերազմի մեջ ներքաշվի, դա կստեղծվի, որ ուղիղ պատերազմ է Իրանի դեմ։ Սա ըստ էության նաև Ադրբեջանին էր ուղղված այս կոնկրետ այս հայտարարությունը։ Իրանը մշտապես նման հայտարարություններ արել է, որ մենք պատրաստ ենք, հենց հիմա ոչնչացնելու ենք Իսրայելը, մենք տեսնում ենք, որ իրականում հակառակ process-ներն են տեղի ունենում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Իրանի ղեկավարությունը իհարկե պահպանողական Ռայիսի արեց մի սխալ իրենց հենց անվտանգության համար, երբ որ իրենք արձագանք չտվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը եւ թողեցին, որպեսզի Հայաստանը թուլանա։ Հիմա հերթը իրենցն է, այսինքն իրենք պետք է գիտակցեին, որ տարածաշրջանում Իսրայելը, որ պաշտպանում է Ադրբեջանին, Հայաստանի դեմ չի պաշտպանում։ Այդ քայլերը հետագայում ուղղվելու են Իրանի ուղղությամբ։ Հուսով եմ Իրանում դա հասկացել են։ Այսինքն Հայաստանի թուլացումը ձեռնտու չի եւ ձեռնտու չէր Իրանին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դե իրենք գիտեն, որ Ադրբեջանը Պաղեստինում նույնիսկ հակադրվելով Թուրքիային պաշտպանում է Իսրայելի շահերը, բայց այստեղ Ադրբեջանը այնպես չի, որ միանշանակ հաղթող դուրս կգա, որովհետեւ եթե դու դառնում ես պլացդարմ Իրանի դեմ հարձակման համար Ադրբեջան ինքը մոնոլիտ երկիր չի, այնտեղ էլ կան իրանամետ ուժեր, այնտեղ էլ կան լեզգիներ, թալիշներ, որոնք իրենք էլ կարող են արդեն ներքին ապակայունացնող գործոն լինել։ Այսինքն Ադրբեջանը ինչպես դուրս կգա այդ իրավիճակում, պարզ չի, բայց որ Իրանն էլ է միանշանակ թուլացած դուրս գալու, եթե չգնա համաձայնության, դա էլ է ակնհայտ։ Տիկին Լալքյան, մայիսին սպասվում է, որ Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա եւ կմասնակցի հաղթանակի զորահանդեսին, որտեղ ըստ ամենայնի կլինի նաեւ Ալիևը։ Ինչ զարգացումների կարելի է սպասել այդ ընթացքում եւ հնարավոր համարում եք, որ Պուտինի միջնորդությամբ ամեն դեպքում նորից եռակողմ հանդիպում տեղի ունենա։ Հանդիպումը հնարավոր եմ համարում, բայց որևէ լուրջ առաջընթաց չեմ համարում հնարավոր։ Ես կարծում եմ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ մոսկովյան հարթակներում չպետք է գնա որևէ համաձայնության։ Դա ապացուցել է ռուսական կողմը, որ ինքը կոնստրուկտիվ չէ եւ չի կարող միջնորդ լինել։ Դա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Բայց այն, որ մենք դիվանագիտական մակարդակով չպետք է խաղաթուղթ տանք Ռուսաստանին, որ ասեն տեսնում եք, Հայաստանը չի գալիս արևմտամետ են։ Հայաստանը պիտի գնա, պիտի մասնակցի, ինչպես Ալիևը խորամանկորեն, բայց միշտ պաշտպանի իր շահերը եւ չթողնի, որպեսի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դառնա խաղաթուղթ եւ խաղաքարտ Ռուսաստանի ձեռքում։ Այսինքն դուք կողմնակից չեք նաեւ այն պնդումներին, որ տարբեր շրջանակներ անում են կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այսինքն վերադարձ եռակողմ հարթակ եւ բանակցությունների վերսկսում նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ես դա լուրջ չեմ համարում, որովհետեւ տեսեք մի քանի հարցից հետո ամեն ինչ բարձ է դառնում, նախ իրենք երկու կողմներ խախտել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ Ռուսաստանը ինքը ասել է, որ նոյեմբերին այլևս չի գործում այնպես ինչպես կնքվել է, այսինքն կամ նոր փաստաթուղթ պիտի կնքվի միայն 9-րդ կետի մասին, կամ էլ այդ փաստաթուղթը ուղղակի չկա։ Երկրորդ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել մեր անվտանգությունը, նույնիսկ եթե ցանկանա, ես միշտ կասկած եմ արտահայտել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը աննախադեպ կարևոր նշանակություն է ձեռքվել Ռուսաստանի համար, Եվրոպա գազի տարանցման նպատակով եւ երկրորդային շուկա լինելով։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանին Պուտինը երբեք չի պատասխանում ոչ Սիրիայի դեպքերից հետո, ոչ հարավային Կովկաս իրենց մուտքից հետո, տեսնում ենք, որ Ալիևին չի պատասխանում, նույնիսկ անձնական վիրավորանքներից հետո, այսինքն դա գոնե կասկած է ներշնչում, որ Ռուսաստանը Հայաստանի շահերը պաշտպանելու նպատակով կգնա որևէ քայլի Ադրբեջանի դեմ։ Այլ հարց է, որ տեսնելով, որ Ադրբեջանը կարող է շեղվել,
ռուսական օրակարգից կխաղարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ես դրանով վստահ եմ։ Այ հենց դա են ասում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձը Արցախ հենց այդ բանալին թաքնված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Եթե ցանկանում ենք վերադարձ, ուրեմն պիտի գնանք բանակցենք այդ փաստաթղթով։ Նախ Լեռնային Ղարաբաղի բնակիչները թող պատասխանեն, արդյոք վստահում են Ռուսաստանի նորից իրենց կյանքը, ընդհանրապես մի քանի տարի առաջ տեսնելուց հետո իրավիճակը։ Երկրորդ, երբ որ մենք տեսնում ենք Ռուսաստանը ինչպես է առաջինը բղավում, որ Մինսկի խումբը այլևս չկա, եւ Ադրբեջանի մասը Լեռնային Ղարաբաղը, որևէ երկիր այդպիսի հայտարարություն չի արել Մինսկի խմբի, սա կասկած է հարուցում, թե ինչպես են պահպանելու անվտանգություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների Ադրբեջանում։ Եվ ամենակարևորը, գիտեք, հենց այդ ուժերը, որոնք ասում են, որ Հայաստանը պիտի վերադառնա նոյեմբերի 9-ի, ուրեմն համաձայնագրի միջանցք տա իբրև թե որպեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանվեն, դա ընդհանրապես սուտ է, որովհետև նորից եմ կրկնում, Ռուսաստանը մեկ նպատակով էր հայտնվել Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, որպեսզի ասի, որ Ադրբեջանը ունի բազա։ Ադրբեջանը նրանք չեն ուզում, որպեսզի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի զսպեն Ադրբեջանին, պետք է Ադրբեջանի տարածքում, այսինքն Լեռնային Ղարաբաղում, որը ասում են Ադրբեջանի տարածք է, ունենան ներկայություն։ Սա շատ վտանգավոր կլինի, որովհետև Հայաստանին նորից կփորձեն ներքաշել կոնֆլիկտի մեջ, քանի որ Հայաստանում ապրում են բազմաթիվ արցախահայեր եւ պարզ է, որ նրանց ցավը օգտագործելով Ռուսաստանը նորից Հայաստանին կներքաշի կոնֆլիկտի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում քաղաքագետ Լիլիթ Դալաքյաններ։